Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 20-րդ գլուխ Բادرազմ ասորիներուն թեմ։ Սուրիայի Բենադադ թագավորը իր բոլոր զորակունները հավաքեց։ Իրեն հետ 32 թագավոր գար, նաև ցիեր ու գարկեր։ Բարձրանալով Սամարյան բաշարեց եւ անոր թեմ բادرազմեցավ։ Իսրայելի Աքահաբ թագավորին պատգամավորներ ղրգեց քաղաքին մեջ ու անոր ասավ. Բենադադ սագս է, քո արձատդ ու ոսկիդ իմս են, եւ քո գիներդ ու քեղեցիկ որդիներդ իմս են։ Իսրայելի թագավորը պատասխանեց. Ով թագավոր իմ դերս, քո խոսքիդ համաձայն ես քու գտեմ, նաև իմ ամեն ունեցածս։ Պատգամավորները վերադարձան ու ասին. Բենադադ սագս է, թե պետք քեզի մարդ ղրգեցիր սելով, քո արձատդ ոսկիդ գիներդ ու որդիներդ ինձի անցնե, սակայն վաղը այս ադեն ծառաներս քեզի պիտի ղրգեմ։ Անոնք քու դունդ ու ծառաներու դուները պիտի խուզարկեն եւ ամեն ինչ որ աչքերուդ ցանկալի է իրենց ցերկերով պիտի գրավեն։ Այն ադեն Իսրայելի թագավորը երկրին բոլոր երեցները կանչեց եւ ասավ. Այժմ գիտեք ու տեսեք թե ինչպես ասիգա չարիք կուզենել։ Արդարև իմ գիներուս, որդիներուս, արձատիս եւ ոսկիս համար ինձի մարդ ղրգեց ու ես անոր բանջը չմերժեցի։ Բոլոր երեցներ եւ ամբողջ ժողովուրդը իրեն ասին. Մտիկ մի եներ ու հավանություն մի դար։ Ինքալ Բենադատի պատգամավորներուն ասավ. Թագավորին իմ դիրոջս ասեք. ամեն ինչ որ առաջին անգամ բանջեցիր քու ծառայիդ մարդ ղրգելով պիտի անեմ, բայց այս բանը չեմ գրնարնել։ Պատգամավորները կացին եւ այս պատասխանը դարին անոր։ Բենադադ մարդ ղրգեց իրեն ու ասավ. Աստվածները ինձ այսպես եւ ասկե ավելի անեն, եթե Սամարիայի հողը ինձի հետևող ամբողջ ժողովրդին ափերը լեցնելու փավե։ Իսրայելի թագավորը պատասխանեց. անոր սա ասեք. իր զենքը մեջ կգաբողը զայն մեջքեն հանողի պես թող չբարձենա։ Երբ Բենադադ, որ իրեն օգնող թագավորներուն հետ տաղավարներու մեջ կխմեր, այս խոսքը լսեց, իր ծառաներուն ասավ. Բادرազմի շարվեցեք։ Անոնք ալ քաղաքին թեմ բادرազմի շարվեցան։ Բայց ահա մարգարեմը Իսրայելի Աքահաբ թագավորի մոտեցավ եւ ասավ. Դերը սագա հայդարարե։ Այս ամբողջ մեծ բազմությունը դեսար, ահա ես այսօր զայնք ու ցերկդ պիտի մատնեմ, որբեսի գիտնաս թե ես եմ դերը։ Աքահաբը ասավ. Որուն ցերկով։ Անպատասխանեց. դերը սագա հայդարարե։ Խավարներու իշխաններուն երդասարտներուն ցերկով։ Հետո ասավ. բادرազմը ով պիտի սկսի։ Անալ պատասխանեց. թուն։ Ուստի խավարներու իշխանավորներուն երդասարտները թվարկեց։ Անոնք 232 հոգի էին։ Անոնցմե յետ ամբողջ ժողովուրդը թվարկեց։ Բոլոր Իսրայելի որդիները 7000 հոգի էին։ Անոնք գեսորին դուրս ելան, մինչ Բենադադ դաղավարներու մեջ խմելով գքինովնար, ինք եւ թագավորները, այդ 32 թագավորները, որ իրեն գոքնեին։ Նախկավարներու իշխանավորներուն երդասարտները դուրս ելան։ Բենադադ մարդիկ ղրգեց, որոնք իրեն իմացուցին թե Սամարիայեն մարդիկ դուրս ելան։ Ինքա լսավ. Եթե անոնք խաղաղության համար դուրս ելան, զանոնք ողջ բռնեցեք։ Եթե բادرազմի համար ալ դուրս ելան, զանոնք ողջ բռնեցեք։ Այս կավարներու իշխանավորներուն երդասարտները քաղաքեն դուրս ելան, նաև անոնց հետևող զորակունքը։ Յուրաքանչյուրը իր թիմացինը զարգավ եւ ասորիները փախան։ Իսրայել զանոնք հալածեց ու Սուրիայի Բենադադ թագավորը ցիու վրա հեծած քանի մցիավորներով խույս տվավ։ Իսրայելի թագավորը դուրս ելավ եւ ցիերն ու գարկերը զարգավ։ Ասորիները մեծ բարդության մատնեց։ Մարգարեն Իսրայելի թագավորի մոտեցավ եւ անոր ասավ. Քնա ուժովցիր, քիծիր ու դեստե ինչ պիտի անես, որովհետեւ հարաճիգա դարին Սուրիայի թագավորը քու թեմդ պիտի բարձրանա։ Ասորիներուն երկրորդ հարցագումը։ Սուրիայի թագավորին ծառաները իրեն ասին. Անոնց աստվածները լեռներու աստվածներ են, ադոր համար մեզի հաղթեցին, բայց եթե անոնց դեմ լեռնատաշտի մեջ բادرազմինք, անշուշտ անոնց կհաղթենք։ Ուրեմն սա բաներ է։ Թագավորներեն յուրաքանչյուրը իր դեղեն անե, ու անոնց տեղ գուսակալներ նշանակե,
Իսկ տուն քու գործընծուցած զորակունտիտ նման զորակունտ պատրաստե քեզի ծիերուն չափ ծիերով, գարկերուն չափ գարկերով։ Անոնց դեմ լեռնաթաշտի մեջ պիտի պատերազմենք եւ անշուշտ անոնց պիտի հաղթենք։ Ինքալ անոնց խոսքը մտի գնելով այդպես ըրավ։ Հարաճիկա դարին Փենաթաթ ասորիները թվարկեց եւ ափեք բարձրացավ Իսրայելի դեմ պատերազմելու համար։ Իսրայելի որդիներն ալ թվարկվեցան, բարենավորվեցան ու անոնց հանդիպելու կացին։ Իսրայելի որդիները անոնց դիմաց փանագեցան այձերու երկու երամակներու պես, մինչ ասորիները երգիրը գլեցնեին։ Աստուծո մարդը մոտեցավ եւ Իսրայելի թագավորին ասավ. «Դերը սագա հայդարարե, քանի ասորիները ասին Եհովան լեռներու Աստված է, ոչ թե հովիտներու Աստված, այս ամբողջ մեծ բազմությունը քու ցերկդ պիտի մատնեմ, որբեսի գիտնաք, թե ես եմ դերը»։ Իրարու թեմ 7 օր փանագեցան, 7-րդ օրը պատերազմը սկսավ։ Իսրայելի որդիները ասորիներեն 100,000 հետևակ զորք զարգին մեկ օրվան մեջ։ Մնացորդը ափեք քաղաքը փախավ, սակայն այդ մնացորդեն 27,000 մարդու վրա բարիս պինգավ։ Փենաթաթ փախավ ու քաղաքը մտավ, սենյակես սենյակ բահվդելով։ Անոր ծառաները իրեն ասին. «Ահա մենք լսել ենք, թե Իսրայելի դան թագավորները գարեգից թագավորներ են։ Այժմ մեր մեջքը քուրցեր տնենք ու գլուխը բարաններ եւ դուրս ելենք Իսրայելի թագավորին առջև, թերևս քո անձդ ողջ բահ է»։ Իրենց մեջքը քուրցեր գաբեցին, գլուխը բարաններ տրին Իսրայելի թագավորին կացին ու ասին. «Քու ծառատ Փենաթաթ կսե, գաղերսեմ իմ անձս թող ապրի»։ Ինքալ ասավ. «Դագավին ողջ է, անիմ եղբայրս է»։ Այդ մարդիկը քուշագելով թե ասիգա նպաստավոր է, իր մեջ եկած այս խոսքը շուտով ընկալեցին ու պատասխանեցին. «Քու եղբայրդ Փենաթաթ հոս է»։ Ուստի ինքը ասավ. «Կացեք զայն բերեք»։ Երբ Փենաթաթ դուրս ելելով իրեն եկավ, զայն իր գարկին վրա փարսացուց։ Անալ իրեն ասավ. «Այն քաղաքները, որ իմ հայրս քու հոր մետ գրաված էր, գվերաթարցնեմ, եւ տուն Դամասկոսի մեջ փողոցներ շինե քեզի համար, ինչպես իմ հայրս Սամարիայի մեջ շինած էր»։ Իսկ ինքը ասավ. «Ես ալ այս տաշինքով քեզ գարցակեմ»։ Ուստի անոր հետ տաշին կնքեց ու զայն արձակեց։ Մարգարեմը գտադաբարդե ակահապը։ Մարգարեներուն որդիներեն մարդը դիրոջ խոսքով իր ընկերին ասավ. «Գաղերսեմ զիս զարգ», բայց այդ մարդը մերժեց զինք զարնել։ Ինքան անոր ասավ. «Քանի տուն դիրոջ խոսքը մտիկ չրիր, ահա երբ իմ քովես երտաս, արյուծը քեզ պիտի զարնե»։ Ան իր քովեն քնած եւ արյուծը անոր հանդիպելով զայն զարգավ։ Հետո ինք ուրիշ մարդ մը կդավ ու անոր ասավ. «Գաղերսեմ զիս զարգ»։ Մարդը զինք զարգավ եւ զարնելով վիրավորեց։ Այդ մարգարեն քնած ճամփային վրա գայնեցավ թագավորին սպասելով ու ձբդվեցավ աչքերուն վրա ծածկոց մտնելով։ Երբ թագավորը անգե անցավ, թագավորին աղաղակելով ասավ. «Քու ծառատ բادرազմի քնած, եւ ահա մարդը բادرազմեն հերանալով ինձի մեկը բերավ ու ասավ. այս մարդը բահե։ Եթե ասիգա գերբով մը գործվի, քու անցդ անոր անցին դեղ պիտի ելա, կամ դաղանդ մը արձատ պիտի վճարես»։ Երբ ծառատ հոսոնը սպաղաձեր, ան գործվեցավ։ Իսրայելի թագավորը անոր ասավ. «Քու դաստանդ այդպես է, ինչպես թունք ու փերանովդ վճրեցիր»։ Անշտաբելով ծածկոց աչքերուն վրային հանեց եւ Իսրայելի թագավորը ջանցավ, թե ան մարգարեներեն մեկն է։ Ան իրեն ասավ. «Դերը սագա այդարարե, քանի թուն իմ նզոված մարդս քու ցերկետ ազատ արձակեցիր, քու անցդ անոր անցին դեղ բիդելա ու քու ժողովուրդդ անոր ժողովուրդին դեղ»։ Իսրայելի թագավորը դխրած եւ փարգացած իր դունը վերադարձավ ու Սամարիա եկավ։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։